Տատիկ պապիկները որ լսենք, ասեն այ մեր երեխաներին մենք տվել ենք, ինչ վատ են մեծացել։ Մոտենում ենք, դու ապահով ես, բալ ես, մաման քո կողքին է, այսպես ինչ-որ կախարդական ոնց որ շղաշ իջնի, հետծննդաբերական դեպրեսիան սովորաբար տևում է կարճ։ Այսինքն այդ լացը ապահովության, ջերմության պակասի պատճառով։ Երեխան տանում է իր, այսպես ասած, կյանքի ահաչին թավմաներից մեկը, որն է, որ ես կարիք ունեմ իմ մայրիկի տաքուկ գրկի, բայց նա չկա։ Երեխան ագրեսիվ է, չի լսում, սա ինչի մասն է խոսում։ Բնավորություն է, թե ամեն դեպքում այդ ըմբոստությունը ինչ որ բանի արդյունք է։ Սովորեցնում ենք երեխային, որ զայրացած ժամանակ կարելի է 5 րոպե առանձնանալ։ Օրինակ գնանք ինչ-որ բան նկարենք։ Երեխային ասում ենք չար ես, շատ դեպքերում նաև լսել եմ անպետք ես։ Մենք երեխային չենք ծրագրավորում։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին երեխաների եւ ծնողների հոգեբան, ծնողավարման քոուչինգ Գայանե Մելքումյանի հետ խոսելու ենք ծնողների եւ երեխաների հարաբերություններից, խնդիրներից, կոնֆլիկտներից։ Ողջույն Գայանե։ Ողջույն Անժելա ջան, շնորհակալ եմ այստեղ լինելու հնարավորության համար։ Գանք ամենասկզբից, երեխան նոր է ծնվել, մի քանի ամսական է, կուշտ է, ամեն ինչ ծնողը անում է, որպեսզի լացի ձայնը կտրի, բայց երեխան անդադար լացում է։ Սա ինչ է, փուլ է, որ պետք է անցնի, թե ամեն դեպքում երեխան անհանգստություն ունի ու ծնողը էլի ինչ որ բան պետք է փորձի անել։ Այո, շատ կարևոր հարց է եւ հենց ծննդյան առաջին օրվանից մայրիկների մոտ հարց է ծագում, արդյոք երեխաս կուշտ է, եթե լացում է, ուրեմն չեն հայտնի, որ սոված է, այսպես մաքուր է, կոկիկ է, ամեն ինչ լավ է, պետք է երեխան, այսպես ասած, խելոք լինի, հանգիստ լինի, բայց երեխան սկսում է իր բնական, այսպես ասած, բնազդային պահանջները ունենալ եւ դա նրա միակ լեզուն է, այսպես ասած, որպեսզի արտահայտի եւ տեղյակ պահի մայրիկին, որ մամ իմ հետ մի բան այն չէ։ Հա, բնականաբար միշտ մայրիկներին ասում եմ, փորձեք ոչ թե մտածել, որ ինչ ա եղել, այլ ինչ ա կատարվում ավելի խորքից իմ երեխայի հետ, որ նման ձևով ա արձագանքում, սկսում ա լաց լինել, որովհետև ունի որոշակի հույսեր, անհանգստություններ, օրինակ մայրիկը հեռացավ, իր համար երեխան երբ որ ծնվում է, միայն ֆիզիկապես է, հա, կարողանում ընկալել շոշափելիքները, հետագայում արդեն ձևավորում են հոտի եւ այլն զգայարանները, զգացողությունները եւ ֆիզիկապես է զգում մայրիկի ներկայությունը։ Այսինքն մայրիկը գրկում է, մայրիկի գրկում ամենաապահով տեղն է, այսպիսի արտահայտություն կա, ապահով հանգրվան կամ ամենաջերմ բույնը, հա, երեխայի, որտեղից որ ինքը եկել է եւ եկեք պատկերացնենք, որ երեխան եկել է շատ տաքուկ, ամենաապահով վայրից եւ մեկ էլ հայտնվում է մի աշխարհում, որը շատ իր համար վախենալու, վտանգավոր է որոշ առումներով եւ ամեն ինչ անծանոթ է բացի մայրիկից։ Եվ բնականաբար միակ բանը, որ ես խորհուրդ եմ տալիս, շատ գրկեն, անընդհատ լինեն երեխայի կողքին եւ չտրվեն այն տարածված կարծրատիպերին, որ մի գրկեք չսովորի, մի սովորեցեք սրան նրան, չէ, երեխան իրավունք ունի իր հիմնական կարիքը բավարարելու, դա կապի կարիքն է մայրիկի հետ եւ այդ շրջանում է ձևավորվում հետագա մեծահասակ տարիքի համար նրա համոզմունքները, արդյոք այս աշխարհը ապահով է թե ոչ, արդյոք ես կարող եմ վստահել մարդկանց, թե ոչ, շատ կան մեծահասակ մարդիկ, ովքեր օրինակ հարաբերությունների մեջ չեն վստահում միմյանց կամ խուսափում են մտերմությունից, հա,
ջերմ հարաբերությունների մեջ մտնելուց թեկուզ անձնական կյանքում եւ դրա արմատները միշտ այն կապն է, որը մայրիկի հետ եղել է։ Եթե շրջանում երեխան անգիտակցաբար, հա, դա շատերը ասում են, բայց երեխան չի գիտակցում, ոնց կարա իր մոտ որևէ համոզմունք, պարտադիր չէ, որ երեխան գիտակցի, նա զգում է Եվ եթե մենք շարունակ օրինակ ծնողներին ահաճներում շատ են ասել մի վերցրեք, թող լացի այնքան միջև որ հանգստանա եւ դա արդեն վաղուց այսպես տարբեր փորձեր են իրականացել, որ երեխան տանում է իր, այսպես ասած, կյանքի ահաճին թավմաներից մեկը, որն է որ ես կարիք ունեմ իմ մայրիկի տաքուկ գրկի, բայց նա չկա։ Ուրեմն այս կյանքում այդքան էլ վստահելի չեն մարդիկ հարաբերությունները։ Այսինքն այդ լացը ապահովության, ջերմության, պակասի պատճառով է։ Պակաս չասենք, բայց նա կարիք ունի անսահման, որը ոչ են կարող չափել, հա։ Եվ դա նաև ձևավորվում է, հա, հենց կրծքի կաթ ուտելու process-ով նաև։ Երեխան կարիք ունի զգա, հա, ինքը այդպես նաև զգում է մայրիկի ջերմությունը, զգում է մայրիկի ամբողջ հոգեհուզական, այսպես դաշտում է լինում եւ բավարարում է իր հիմնական կարիքները։ Ես այստեղ ապահով եմ, մայրիկից գրկում եմ եւ մայրիկս էլ հանգիստ է։ Այդտեղ ավելի կարևոր է, հա, որովհետեւ այս շրջանում երեխաների հետ հիմնականում են մարտահրավերները, որ մայրիկները դիմում են, միայն իրենցով է պայմանավորված, հա, իրենց հետ է կապված, այսինքն այս տարիքում երեխաների հետ բնականաբար չենք աշխատում, բայց մայրիկի հոգեհուզական ֆոնը, լարվածությունները, անհանգստությունները կարող է բերել այս բազային կարիքի խաթարման։ Այսինքն որպեսզի մենք ունենք երեխայի համար ապահով եւ այդ տաքուկ ջերմ բույնը, հա, պետք է այդ բույնը, այսպես ասած, պուպուշ լինի, հա, տաքուկ լինի, չգիտեմ, ոնց ենք սարքում այս բուջուրիկ ինչ-որ տարած բացիկներ ենք դնում անկյուններ, իրան դասնում ենք մեր համար, չէ, կոմֆորտ, այդպես էլ դա պետք է լինի եւ մայրիկը ներքուստ պետք է զգացողությունը ունենա, որպեսզի երեխային փոխանցի, որ ամեն ինչ լավ է, որովհետեւ կարող է մայրիկը ֆիզիկապես լինի երեխայի մոտ, բայց այդքան էլ ամեն ինչ լավ չլինի, հա։ Մայրիկը հուզական վիճակում հուզական վիճակը, հետ ծննդաբերական դեպրեսիա։ Հենց դա է խնդիրը։ Հիմա մայրիկը, որը կանանց մեծ մասը կամ չգիտեմ ինչ որ մասը ապրում են հետ ծննդաբերական դեպրեսիա։ Ոնց պետք է համ այդ հարմոնիկությունը պահպանեն, որպեսզի լարվածությունը, դեպրեսիան չփոխանցվի երեխային, բայց նաև բնական գայս է իրենց մոտ այդ դեպրեսիոն շրջանը, ոնց է դա համատեղել։ Շատ մայրիկներ են տանում հետ ծննդաբերական դեպրեսիա, հիմնականում ավելի տարածված է ահաճնածին մայրիկների մոտ, որովհետև ամեն ինչ անորոշ է եւ այսպես կյանքի այդ նոր ճգնաժամային նաեւ, հա, этап կարող է լինել ծնողների համար եւ մայրիկի եւ նաեւ երկու ծնողների համար էլ։ Եվ հետծննդաբերական դեպրեսիան սովորաբար տևում է կարճ, հա, մինչև 2-3 շաբաթանոց, այդպես է, հա, ինքը համարվում դեպրեսիվ այդ փուլը, պետք է որ հաղթահարվի 2 շաբաթից հետո։ Եթե դա ավել է տևում, ցանկալի է դիմել մասնագետի, որովհետև դա արդեն այսպես ասած նշան է, որ ավելի քրոնիկ, այսպես ասած դեպրեսիվ ֆոն, սթրեսային իրավիճակում է մայրիկը գտնվում, դա արդեն կոնկրետ հետծննդաբերական է, չէ՞, հա, եթե այդպես երկարում է։ Կարևոր է, որպեսզի մայրիկին աջակցեն։ Մեր սոցիումում էլի շատ տարածված այսպես բանա, որ ամեն ինչ երեխային բոլորի ուշադրությունը կենտրոնանում է երեխայի վրա, ու արդյունքում այն ամենակարևոր ֆիգուրը, որ ինքը պետքա եւ կերակրում է երեխային, եւ պետք է քնի, այսպես ասած, որպեսզի իր ֆիզիոլոգիական, այո, ուժերը վերականգնվի, եւ հանկարծ նրանից սպասում են, որ ինքը պետք է անի ամեն ինչ կատարյալ, որ ինքը պետք է, այսպես ասած, իր կարիքները թողնի, չէ։ Այս շրջանում բոլորը, ես միշտ ասում, պետք է հոգ տանեն մայրիկի մասին։ Հետաքրքիր նման պրակտիկա կա Չինաստանում, եթե չեմ սխալվում, քանի որ վերջերս մի տեսանյութ էի տեսնում, թե ինչպիսի խնամք են հենց հիվանդանոցից սկսած տանում մոր նկատմամբ։ Այո։
շատ այսպես ասած եվրոպական հիվանդանոցներում այդ ծննդաբերության կենտրոններում տարածված պրակտիկա է, այո, հատուկ խնամ կա տարվում, հատուկ սպասարկող այսպես անձնակազմ կա, որը որ զբաղվում է մայրիկի խնամքով, այսպես ասած ոնց որ ինքը գնացել է հանգստի, հա, իր մասին հոգ են տանում, իրեն այսպես հանգիստ եւ ներդաշնակ միջավայր են ապահովում։ Այստեղ շատ կարեւոր է բնականաբար հենց երբ որ երեխան եւ մայրիկը գնում են տուն, իրենց ընտանիքում հնարավորինս այսպես փորձեն օգնել, հոգսը կիսել, որպեսզի մայրիկը կենտրոնանա միայն իր այսպես ինքնազգացողության վրա, իր բալիկի հետ լինի Եվ շատ հաճախ ցավոք սրտի մայրիկներ են դիմում, որ ասում են ես չեմ կարողանում երեխայիս կողքին լինել, որովհետև մայրիկից պահանջում են, որ ինքը պետքա տան գործերով զբաղվի, հա, միանգամից, որ ինքը պետքա սա անի, նա անի, եւ արդյունքում լինում է անհանգիստ երեխա, անհանգիստ մայրիկ, որը որ պետք է իր միակ, այսպես ասած, գործը լինել ուղակի երեխայի կյանքում։ Որոշակի օգնություն ցանկալի է կամ թեկուզ ուղղակի սպասելիքները, եթե քչանան, արդեն դա մեծ օգնություն է մայրիկի համար։ Երեխաները շատ հաճախ հենց ծնողների հետ են անընդմեջ լինում, բայց երբ որ ինչ-որ տեղ են գնում, երբ որ տուն հյուր է գալիս, միանգամից սկսում են ագրեսիվ վարք դրսևորել, լաց լինել, ու ծնողը, որը ուզում է նաև շփում այլ մարդկանց հետ, իր մտերիմների, հարազատների հետ, այդ իրավիճակում չի հասկանում իրեն ինչպես պահել ու սովորաբար փորձում է սաստել երեխային։ Իսկ նման իրավիճակները ինչի մասն է խոսում։ Իրականում երեխայի համար, հա, մինչև 3 տարեկան դա երեխան էապես այսպես սոցիումում ինտեգրվելու պահանջներ դեռ չունի, հա, որոնք օրինակ կարող ենք ասել, որ եթե չբավարարվեն, կլինի այսպիսի բան չունի։ Այսպես հիմնական իր շփման այսպես օղակը ծնողներն են։ Ծնողները, հարազատների, տատիկ, պապիկներ, ջերմություն, սեր եւ ցանկացած այլ, այսպես ասած, փոփոխություն երեխայի համար բավականին շատ սթրեսային է եւ նրա նյարդային համակարգը երեխաների շատ թույլ է։ Այսինքն ինքը կարիք չունի այդ ուրիշների հետ շփումների։ Դա իրականում դա այո, մայրիկի համար է եւ մայրիկի համար է նաեւ մանկապարտեզը, ինչ որ չափով իհարկե որոշ այս տարիքից հետո այսպես բավարար, այսպես փորձ եւ սոցիալական շփման հմտությունները երեխան ստանում, բայց առաջին հերթին մայրիկի համար է դա կարեւոր, որովհետեւ այո, մայրիկն էլ ունի կարիքներ, մայրիկն էլ ունի հաղորդակցման եւ այսպես ասած հետ չմնալու հա են իր ahorյայից եւ երեխաների համար դա բավականին մեծ լարում է նրանց նյարդային համակարգի համար։ Օրինակ կարող է այսպես շատ աղմկոտ տեղում գտնվեն, լարվեն, խաղային այսպես ատրակցիոններ, այդ լույսերը, այդ ձայները իրենց համար դա շատ է, հա։ Տարբեր երեխաներ տարբեր զգայական կարիքներ ունեն։ Օրինակ մի երեխայի համար կարող է մի փոքր նույնիսկ երաժշտությունը իր նյարդային համակարգը էլի գերբեռնի, այսինքն այստեղ էլի շատ կարևոր է, որ մեր երեխային փորձենք ճանաչել, ինչ կարիքներ ունի, հա, ինչն է իրան հաճելի, օրինակ սիրում է, որ իրան նուրբ շոյենք, բայց երեխաներ էլ կան, որ մի քիչ անհանգիստ ժամանակ չեն ուզում իրենց մոտ գան։ Եվ դա լրիվ նորմալ է, ոնց որ մենք մեծահասակներս, չէ, երբեմն այսպես տարբեր կարիքներ ենք ունենում, այնպես էլ երեխաները։ Եվ օրինակ իմ բալիկն է շատ զգայուն է նման միջավայրերի հանդեպ եւ ես գիտեմ, որ ինքը չի սիրում լինել, հա, այդպես շատ աղմկոտ տեղում եւ բոլոր երեխաներն են մեծամասամբ այդպես։ Այսինքն ցանկալի է բալանսի բերել եւ այն տեղերը, որտեղ որ օրինակ դա բալիկին ոչինչ չի տալիս, ավելի լավ է օգնության դիմել, օրինակ բալիկներին շատ հաճախ տանում են այսպես շատ աղմկոտ, հացնունդ, կնունք, հասանիք այսպես աղիթներին, նորածին բալիկներին, իհարկե այսպես չքննադատենք, շատ մայրիկներ, ինքս էլ բոլորս էլ, հա, այդպես անում ենք երբեմն, որովհետև այո, օգնություն չեն ունենում եւ այլն, բայց իրենց համար դա լրացուցիչ այսպես սթրես է։ Գանք մի քիչ ավելի մեծ տարիք, երեխան ագրեսիվ է, ագրեսիվ վարք է դրսևորում, չի լսում, սա ինչի մասն է խոսում։ Բնավորություն է, թե ամեն դեպքում այդ ըմբոստությունը ինչ որ բանի արդյունք է։
Տեսեք, շատ հայտնի է այսպես 3 տարեկանի, հա, ճգնաժամ ասվածը։ Իհարկե դա տարբեր երեխաների մոտ այսպես կարող է սկսվել 18 ամսականից եւ այլն, մինչեւ 30 ամսական հիմնականում էս իրանց եսի ձևավորման փուլն է, հա։ Ես ինքս, որտեղ որ երեխան արդեն սկսում է իրան ընկալել, հա, իր առանձին կարիքներով, անջատ մայրիկից, նա ու մայրիկը այլևս այսպես մեկ չեն, եւ նա պետք է իր այսպես ասած ձևավորի իր եսը։ Եվ սկսում է ամեն ինչ ուզում է ինքնուրույն անել, օրինակ, մի շրջան է գալիս եւ բնականաբար այստեղ մեծ անջրպետ է առաջանում են իր իրական կարողությունների, թե ինչ կարող է անել եւ ինչ է ուզում, հա։ Եվ այստեղ գալիս է հենց իր հիասթափությունը, զայրույթը, ագրեսիան։ Նախ ես միշտ ասում եմ, որ բոլոր էմոցիաները կարևոր են։ Բոլոր էմոցիաները նորմալ են եւ նորմալ է ապրել թե զայրույթ, թե ուրախություն, թե տխրություն, հա։ Մենք գիտենք, որ այսպես գալիս եւ գնում են էմոցիաները ալիքների պես եւ նույնն էլ երեխաների կյանքում։ Իրենք իրավունք ունեն ապրել բոլոր հույզերը եւ ագրեսիան շատ այսպես կարևոր հույս է երեխաների մոտ, որպեսզի արտահայտեն օրինակ իրենց հիասթափությունը, իրենց հուսահատությունը, որևէ բան չի ստացվել։ Շատ հեղինակներ նաև նշում են, որ դա ծնողի հետ կապի եւ ջերմության, այսպես ասած, ալիք է, հա, բողոք, հա, այսինքն երեխան այս տարիքում դեռևս չունի բավարար հմտություններ արտահայտել իր հույզերը, հա։ 6-7 տարեկանից նոր սկսում է ձևավորվել երեխայի ուղեղի ընտրամաբանական հատվածը, որը որ պատասխանատու է, այսպես ասած, այդ լոգիկայի եւ վերլուծական մտքի ձևավորման համար, եւ որպեսզի ինքը արտահայտի, օրինակ ասի, մամ, ես շատ տխուր եմ այս ինչ բանից, ես հիասթափվեցի, ես լեգոն չկարողացա հավաքեմ եւ հա բնականաբար չկարողացավ հավաքի, սկսեց խփել, հարվածել, զայրացավ, կամ ինչ որ խաղալիք ուզեց իր տարեկիցից, իր քրոջից, եղբորից չտվեցին եւ սկսեց հարվածել, շատ դեպքում ալինում 2 երեխաներ, հա, ունեցող ընտանիքներում, որովհետեւ երեխան չունի բավարար հմտություններ, որպեսզի արտահայտի իր կարիքը, արտահայտի իր հույզերը եւ եթե նույն մեծահասակների մոտ էլ, հա, շատ դեպքերում չենք իմանում, թե ինչ անենք, հա, շատ լավ, զգում ենք զայրույթ, մի բան չի ստացվել, պետք է այդ ըմբոստությունը արտահայտել եւ երեխան անում է իր իմացած ձևով, այնպես ինչպես գիտի։ Եվ շատ հաճախ մեծահասակները եւս այդպես են անում, որովհետեւ մեզ մոտ այդ մշակույթը չկա, հենց երեխաներին չենք սովորեցնում, այդ երեխաներն էլ դառնում են հասուն մարդիկ եւ ինքնաարտահայտվում են էլի նույն կերպ։ Ագրեսիայով, ագրեսիայով ճնշել, այնինքն շատ բնական, շատ կարևոր, այսպես ասած, չէ, այդ նույն չափավոր ագրեսիան է մեզ գործելու դրդում, ինչ որ մի բան, այսպես ասած, հա, կատարելու այս կյանքում ահաչմղից շատ կարևոր ուժ է, այնինքն պետքա ուղղել ճիշտ տեղ։ Պարզապես, ինչպես հանել այդ ագրեսիան, ինչպես սովորեցնել երեխաներին, շատ այսպես ասած դեպքերում, երբ մայրիկների հետ ես աշխատում եմ, իրենք սովորում են եւ սովորեցնում են իրենց բալիկներին, թե ինչպես արտահայտել, ինչպես խոսքերով արտահայտել, ինչպես օրինակ իրենց գործողություններով եւ դա ծնողները պետք է ցույց տան։ Եթե օրինակ ծնողը բարկանում է, հարվածում է երեխային կամ որևէ ինչ որ բան է նետում, հա, այսպիսի պատկեր է լինում, երեխան ինչ է սովորում, որ դա զայրացած ժամանակ կարելի է իրար հարվածել։ Զայրացած ժամանակ կարելի է բղավել իրար վրա, չգիտեմ, այս տեսակ, բայց եթե մենք սովորեցնում ենք երեխային, որ զայրացած ժամանակ կարելի է 5 րոպե առանձնանալ, օրինակ գնանք ինչ որ բան նկարենք, ուղղակի շնչել, արտաշնչել, հա, շնչահական երեխաները այդ վիճակում կլսեն, որ մի հատ էլ իրենց սովորեցնենք շնչել, շնչել կամ չգիտեմ։ Թե պետք է սպասենք այդ պիկը անցնի նոր։ Հա, իհարկե այդ պահին չենք այդ սովորեցնում, որովհետև երբ որ երեխան այսպես մեծ հույզեր է ապրում, դրանցից զայրույթ, ագրեսիա եւ այլն, իր տրամաբանական, այսպես ասած, ուղեղը
չի գործում այդ պահին եւ որևէ բան ասել, շատ հաճախ ծնողները ասում են չի լսում, բայց փորձում են այդ պահերին, երբ երեխան անհանգիստ է, ինչ-որ դաստիարակչական, այսպես ճահեր ասել, շատ երկար խոսել, գիտես, էս կլինի, սա կլինի, բայց երեխան ոչինչ չի լսում։ Արդյունքում ստացվում է այնպես, որ երեխան ինչ չի լսում, բայց միգուցե մեզ պետք է այլ ձևով, հա, արտահայտվել, հասկանալ, թե ոնց խոսել, որ երեխան լսի։ Ու այդ շատ կարևոր է ճանաչել ցանկացած տարիքում, ցանկացած փուլում ինչ հնարավորություններ ունի եւ առհասարակ երեխան կարող է լսել այդ հրահանգը կատարել եւ հետո նոր օրինակ պիտակել երեխային չլսող, չար։ Այդ պիտակավորումներից էլ կուզեմ խոսենք, երբ որ երեխային ասում ենք չար ես, երբ որ երեխային ասում ենք շատ դեպքերում նաեւ լսել եմ անպետք ես։ Մենք երեխային չենք ծրագրավորում, չենք այդ պիտակը տալիս ու պարտավորվածությունը, որ ոչ գիտակցաբար իհարկե, որ ինքը անդադ կարող է չար լինել, որ ինքը, հա, եթե իրեն ասում ենք անպետք, ինքը կարող է իրեն անպետք դրսևորել, միևնույն է ծնողը այդ կարծիք ունի իր մասին։ Այո, երեխան ծնողի ձայնը ներքինացնում է եւ նայում է աշխարհին ծնողի աչքերով, հա, այն ոսպնյակով, որով որ մենք ենք նայում այս աշխարհին։ Ու ցանկացած բան, երբ որ մենք երեխային ասում ենք, դա, այսպես ասած, պրոյեկտում է երեխայի ուղղությամբ եւ երեխան դա անցնում է որպես բացարձակ ճշմարտություն, որովհետեւ նա հավատում է։ Մենք ինչ ասում ենք, հավատում է։ Լավ բան ասենք, լավ բանի կհավատա։ Ես միշտ ասում եմ, սպիտակ թղթի նման է, որտեղ որ կարող ենք փորձել գրել դրական պատմություններ, նրան տալ, այսպես ասած, բարձր ինքնագնահատական, այսպես adekvat, այսպես գնահատական, հա, իր անձի մասին եւ կարող ենք անել հակահակը։ Օրինակ երեխային ճնշելով, ձևավորելով համոզմունքներ, որ ինքը բավական լավը չէ, որ ինքը օրինակ չար է հենց նույն, հա, այդ անվանակումները, երբ որ երեխային անում են, այո, եւ երեխան դառնում է այն, ինչ որ մենք մտածում ենք իր մասին։ Հենց այսօր մայրիկներից մեկի հետ խոսում էինք, շատ հետաքրքիր էր, էլի այս թեման այսպես եկավ։ Մենք երեխաների մասին մեր մտքերը նույնիսկ անգիտակցական, հա, ինչ որ մի փոքր այսպես գալիս է մեր մտքին, դրանք արդեն իրականություն են դառնում։ Եվ մենք պարտավոր ենք ու պատասխանատու ենք ձևավորել նրանց կյանքում այն դրական պատկերը այս աշխարհի մասին, մարդկանց հետ հարաբերությունների մասին եւ ցանկացած իրավիճակում։ Օրինակ լացեց, հա, մայրիկը չմոտեցավ կամ պատժեցին։ Ես ուզում եմ այդքան էլ լավը չեմ, որ ինձ պատժում են։ Նույն ծնողների, երկու ծնողների վեճերը նույնպես կարող է այսպես երեխան ներքինացնել եւ իրեն զգալ մեղավոր։ Այսինքն ցանկացած իրավիճակ մենք պետք է նայենք երեխայի, այսպես ասած, ոսնյակով, թե ինչպես երեխան կընկալի դա։ Տեսեք, խոսում ենք երեխայի մասին, նույն արգելքների, նկատողությունների եւ մնացածի մասին, բայց այդպես էլ ոնց երեխայի առաջ դնենք այն սահմանը չի կարելի, որ ոչ իրեն իր դաշտ մտնենք շատ, բայց համել ինքը, չգիտեմ, գուցե սխալ է այսպես ասել, չմեծանա այնպիսին, ինչպիսին որ մենք կամ մեր պատկերացումները մեր պատկերացումներին հակառակ։ Հա, երեխայի կյանքում առհասարակ շատ կարևոր է ահաչին, այսպես տարիներին, մասնավորապես մինչև 6-7 տարեկան ձևավորվում է նրա, այսպես ասած, ինքնագնահատականը։ Եվ շատ կարևոր է, որպեսզի բացի ահաչնային կապից երեխայի հետ, նաև ունենա սահմաններ։ Այդ այսպես ասած, ճակերտավոր պատիժներ ես չեմ սիրում, չեմ օգտագործում, բայց դրանք գիտակցված ծնողավարման մեջ կոչվում են սահմաններ։ Սահմաններ, որոնք որ շատ կարևոր են երեխայի համար, նույն հենց
նրա հետագա զարգացման համար եւ մեծահասակ տարիքում, որպեսզի գիտենա հստակ թե որոնք են այս կյանքում, այսպես ասած, այն կարելիները եւ սևը սպիտակը, հա, այսպես ասած, եւ կարեւորը որպեսզի հստակ ընտանեկան սահմաններ ունենան։ Շատ հաճախ այն նույն ագրեսիան, հա, ագրեսիվ վարքային դասավորումները կարող են այդ սահմանների խախտման հետևանք լինել։ Եվ ոնց է ձևավորվում այդ սահմանները, երբ որ մենք վստահ եւ հետևողական կերպով միևնույն բանը երեխային ասում ենք այսպես նույն մեսիջն ենք փոխանցում, հա։ Ծնողը շատ ինքնավստահ է եւ իր ասելիքում եւ նրանում թե ինչ տեսակ սահմաններ է դնում։ Օրինակ, հեռուստացույցի, հա, նույն մուլտֆիլմերի շուրջ է լինում հիմնականում խնդիրները, այն հայցերով որ դիմում են մայրիկները, չեն կարողանում օրինակ երեխային կտրել հեռուստացույցներից, էկրաններից եւ այլն։ Այստեղ շատ կարեւոր է որպեսզի հստակ սահմաններ դնել։ Այ երբ է կարելի, հա։ Այդ ամենաահաճինը մենք պետք է մեր սահմանները պահպանենք։ Եթե մենք երեխային ասում ենք, որ շոկոլադ չի կարելի ուտել եւ տանը դրված է սեղանին կամ բոլորը, հա, ճաշին ուտում են այն ուտելիքը, որը որ իբրև իրեն չի կարելի, բնականաբար դա հենց առաջինը մենք ենք խախտում սահմանները։ Շատ մեծ պատասխանատվություն է, ես միշտ ասեմ, եթե սահման եք դրել, վստահ եղեք, որ անելու եք, հա։ Այսինքն, եթե երեխային արգելում ես օրինակ քաղցրավենիք ուտել, գոնե ինքդ էլ պետք է չուտես նրա դիմաց, որովհետև ամեն դեպքում նա չի հասկանում, չէ՞, թե ինչի, հատկապես եթե համեղ է իր համար, ինչի իրեն չի կարելի, իսկ մայրիկին կարելի է։ Այո, սահմանները պետք է լինի ընտանեկան ու ընտանիքի արժեքներից, հա, եւ դա է, մի ընտանիքի համար մի սահման է գործում, մյուս ընտանիքի համար նորմալ է, որ երեխան մուլտֆիլմերի աղաչ է լինում ամբողջ օրը, բայց եթե մենք հստակ որոշել ենք, որ չէ, դա մեր տանը թույլատրված չէ, մեր տանը իրար չենք հարվածում, մեր տանը բարձր չենք խոսում միմյանց հետ, չենք գնում այս անորակ օրինակ քաղցեղենը եւ մեր տուն բերում, երեխան ժամանակի ընթացքում հստակ այդ սահմանները մի քանի անգամ հաղորդելուց հետո արդեն հասկանում է, որ վերջ։ Բայց երեխաները շատ, այսպես ասած, բազմաթիվ անգամներ են փորձում, հա, ես միշտ ասում եմ չհանձնվել ամենակարևորը, որովհետև նրանք անընդհատ փորձարկելու են, թե արդյոք մենք հավատարիմ ենք այն սահմաններին, հա, ամենափոքրիկ օրինակը բերեմ, իմ տղան խանութում անդադ ուզում էր նույն այսպես քաղցեղենը եւ սովորել էր, որ մանկապարտեզից հետո պետք է գնանք, որ դա գնեն տատիկ պապիկներն էին դա գնել, բայց երբ որ մենք հստակ հասկացանք, որ դա, այսպես ասած, մեր տանը ընդունված չի, մենք որոշում ենք, որ դա չուտել եւ դա վտանգավոր է իր առողջության համար, այո, մի քանի անգամ լացելով ստիպված հանեցինք խանութից եւ այլևս դա, այսպես ասած, էլ չակնարկվեց եւ նա, այսպես ասած, հասկացավ, որ ինչքան էր օրինակ տարբեր ձևերով փորձեց, լացեց, կամակորություն անել եւ այլն, բայց միևնույնն է մեծահասակները իրենց պայմանը պահում են։ Բայց հիմա նույն տատիկ պապիկները որ լսենք, ասեն, այ մեր երեխաներին մենք տվել ենք, ինչ վատ են մեծացել։ Այո, դա միշտ էլ կա այս սերունդների մեջ, մենք այսպես ենք արել, մենք ոչ չենք իմացել դա ոնց է եղել, իրականում այդ ինչպես է եղել չենք կարող ասել, բայց փաստն այն է, որ շատ մայրիկներ այսօր արդեն գիտակցված են ծնողավարում եւ գիտակցված ծնողավարել նշանակում է առաջին հերթին ինքնաճանաչում անցնել, ճանաչել սեփական անձը, ճանաչել սեփական կարիքները, որովհետեւ մենք ամենակարևոր ֆիգուրն ենք, մայրիկը մասնավորապես երեխայի կյանքի ամենակարևոր օրինակն է եւ շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին նա, այսպես ասած, իրեն ընդունի եւ իր ինքնաճանաչման, այսպես ասած, ճանապարհն անցնի, որովհետեւ երեխան պարզապես նայելու է նրան, նրա օրինակով, ինչպես է շատ հաճախ օրինակ եմ բերում, որ շատ մեծահասակներ կան մայրիկներ, որ դիմում են, օրինակ չեն կարողանում երեխայի հետ խաղալ, եւ դա էլ, հա, շատ կարևոր է, որպեսզի վայելել սովորեցնել, թե ինչպես են վայելում խաղը։ Շատ հաճախ հենց իրենք են նույն մայրիկներն են, որոնց հետ չեն խաղացել։ Եվ իրենց համար նույնպես շատ դժվար է լինում երեխայի հետ խաղալ, որովհետև երբ մենք խաղում ենք, ասես մանկանում ենք,
ամենաայսպես բազմաբովանդակ ամենահեքիաթային կապն է, որը որ ես ինքս էլ որպես մայրիկ չեմ կարող նկարագրել, երբ որ մտնում ես խաղի մեջ ու դու կարող ես դառնալ աչուկ, դու կարող ես դառնալ ինչ-որ կերպար ու դու հասկանում ես, որ դա, այսպես ասած, դու ես մանկանում։ Դու ես ծնողի համար երկրորդ հնարավորությունը եւ սովորելու եւ նորից մանկություն վայելելու։ Շատ լավ հնարավորություն եւ հենց շատ ծնողներ այդ ժամանակ են սովորում խաղալ։ Խաղալ նշանակում է նաեւ վայելել ներքին երեխային կարողանալ, այսպես ասած, բացահայտել, կարողանալ ուրախանալ կյանքի փոքր, այսպես ասած, ուրախություններով, փոքր պատահիկներով, եւ դա կարեւոր չէ թե ինչ արտաքին հանգամանքներ կան, հա, դա մեր ներքին, այսպես ասած, երեխան է, երբ որ մենք նստում ենք երեխայի հետ մի հարթության վրա, նույն գորգիկի վրա, մենք դառնում ենք նույն տարիքին, ինչ որ մեր երեխան է։ Գայանե, տարածված կարծիք կա, որ երեխան տան հայելին է, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ հաճախ լսում ես, թե մարդիկ ինչպես են ասում, ինչ լավ ծնողներ ուներ, ում քաշեց այս երեխան։ Այս հակասությունը ինչի մասն է, նախ երեխան իսկապես տան հայելին է, թե ոչ, ըստ հոգեբանության, եւ մյուս հակասությունը ինչի մասն է։ Այո, երեխան, ինչպես խոսեցինք, արդեն ներքինացնում է մեր, այսպես ասած, մեր վերաբերմունքը, մեր ակնկալիքները նրա մասին եւ այս աշխարհին նայում է այն ոսպնյակով, ինչով որ մենք ենք նայում։ Բայց բնականաբար երեխայի վրա նաեւ ազդեցություն է թողնում սոցիումը, ազդեցություն է թողնում միջավայրը եւ հաճախ դա միանշանակ չէ, հա, թե այս լավ ծնողներ ասելը կամ այսպես ասած բարեկիրթ ընտանիք հասելը չեն կարող, հա, որ այսպես ասած կոնկրետ բացատրություն տալ իրեն եւ երեխան վերցնում է նաեւ տարբեր, այսպես ասած, փորձառություններ եւ տարբեր ազդակներ սոցիումից, իր միջավայրից, որտեղ որ գտնվում է։ Ընդ որում լավը բավականին հարաբերական է, որովհետեւ գուցե սոցիումի համար հարմար մարդը լավ մարդն է։ Երբ որ հարմար են իրենց ակնկալիքներն են բավարարում, միշտ իրենց կողքին են, իրենց անձը հաշվի չեն առնում։ Օրինակ չարտահայտված հույզեր, շատ ժամանակ նախկինում այսպես շատ ճնշված են ավելի մեծացել։ Երեխաները փորձել են լինել հարմար, ոչ թե այնպիսին, ինչպիսին որ կան, այլ պարզապես նեն այնպիսին, ինչպիսին ծնողն է ուզում։ Այսինքն նրանք իրավունք չունեին, հա, որ հակահակվեին, հակաճահեին, որովհետև իրենց պարզապես չէին լսում։ Բայց հիմա եւ գիտակցված ծնողավարությունը, այսպես ասած, բերում է նրան, որ մենք լսում ենք երեխային։ Մենք այլևս հա այդ ընկալումը, որ ես մեծն եմ, այդ եւ ես ինչպես ասեցի, այդպես էլ կլինի, այդ ընկալումը շատ անցյալում է, այսպես ասած, ճիշտ է, շատ ընտանիքներում դեռևս կա, որտեղ որ հենց նույն պատճառներից մեկը կարող է դառնալ երեխայի ագրեսիայի, որտեղ կարևոր չեն երեխայի հույզերը եւ միայն այսպես արտաքին կողմն է գնահատվում եւ հետագայում դա կարող է բերել նրան, որ մեծահասակ տարիքում չեն կարողam հասկանալ, թե իրենք ինչ են ուզում, ինչ, այսպես ասած, ինչ ցանկություններ, ինչ կարիքներ ունեն, ցանկացած ընտրություններում, կլինի անձնական հարաբերություններում, կլինի աշխատանքային կարիերայում, դրա համար շատ կարևոր է դաստիարակել այսօր ինքնավստահ, ինքնաբավ եւ ուժեղ երեխաների։ Բանը վերջին հարցը, տեսեք, ասում եք հիմա հիմնականում առաջնորդվում են ծնողավարման այդ կանոններով, ուսումնասիրում են ծնողավարությունը, բայց դրա հետ մեկտեղ նաև ծնողների մոտ, հիմնականում մայրիկների մոտ եմ ես դա նկատել, կա ինքնամեղադրանք, ես սա չեմ հասնում, ես վատ ծնող եմ, եթե մի քիչ բարձր տոնով է խոսում, հետո էլի ինքն իրեն մեղադրում է, որ այ այսքան մասնագետները ասում են, որ սխալ է դա, բայց ես դա արեցի։ Այս իրավիճակում ինչպես ծնողը, ինչպես ինքն իրեն չուտի կոպիտ ասած։ Հա, սոցիալական մեդիայի եւ այսպես ասած տարածված ծնողավարության ռոպագանդայի շրջանակներում շատ ծնողների մոտ առաջանում մեղքի զգացում, մեղավորություն, որ բավական լավ մայրիկ չեմ։ Մի այսպիսի տերմին կա։
հենց ոչ թե կատարյալ ծնող, այլ բավական լավ, որը որ իրենից բնավ չի ենթադրում լինել կատարյալ, լինել ամենան եւ եկեք ընդունենք, որ չկա այդպիսի բան, հա, այս ինչպես ասում են հոմի պապից ավելի կաթոլիկ չեն լինում, նել այստեղ չի լինում ծնողավարության մեջ, հա, ինչ որ կատարելություն եւ դա էլ միգուցե հենց մենք մեր այսպես ասած մասնագետներից թերացումն է, ես միշտ փորձում եմ այնպես անել, որ տանեմ նրան, որ չկա այսպես ինչ որ գրված բան, չկա այդ կատարյալ հա ծնողավարություն ասված է եւ ոչ մեկս չեն կարող այդ այսպես ասած զուտ շպատված հա ինչ որ ֆիլտր, որը որ բոլորը դնում են եւ ցույց են տալիս այսօր։ Իրական գիտակցված ծնողավարությունը ներկայում լինելն է։ Լինել այստեղ եւ հիմա։ Փորձել երեխային ընդունել որպես յուրահատուկ էակ, որտեղ որ նրա նմանը չկա։ Նույնիսկ ինչպես երկու ջրի կաթիլ, հա, չեն լինում մեկը մյուսի նման, այլ մեր երեխա յուրահատուկ է, հենց այնպիսին, ինչպիսին որ կա, ահանց նրան փոխելու, ահանց ինչ որ մեր երազանքները, հա, նրա հետ կապելու, որ վայ, այսպիսին դառնա, այնպիսին դառնա, չէ, երեխաներն են ընտրում, հա, մեզ, եւ նա արդեն մեզ ընտրել է այնպիսին, իսկ մենք ես իմ ապակա գրքում, որը որ լույս կտեսնի, հենց այդպես եմ գրել, որ ախր մենք ես այդքան կատարյալ չեմ լինելով քո մայրիկը, բայց դու շատ կատարյալ ես իմ համար։ Եվ դա հենց այն այսպես ասած ոսպնյակն է, որով ես նայում եմ իմ երեխային եւ բոլոր մայրիկներին եմ օգնում անցնել այդ ճանապարհը, որպեսզի տեսնենք ահաց մեր վախերի, ահաց այդ բավորների, այլ այնպիսին ինչպես որ կա աստվածային եւ անկրկնելի անձ։ Բանը ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, այն ծնողներին, երեխաներին, որոնք այս պահին իրենց հարաբերություններում այդքան էլ ազատ չեն, ագրեսիա կա, մտերմություն չկա, խնդիրներ կան։ Ամենակարևորը հենց կապն է։ Սկսել կապից։ Կապվածության որակից, որը որ մենք ունենք երեխայի հետ, հա։ Եվ դա սկսվում է հենց ինչ որ մենք խոսեցինք, այն ահաչին օրվանից երեխայի ծննդյան եւ դա այսպես ասած միշտ վերափոխվում է տարբեր այսպես ասած կերպով ենք մենք արտահայտում մեր կապը, բայց նույն էկրանային խնդիրների լուծումը, նույն ագրեսիվ, հա, այսպես վարքային դասավորումները, իմ սիրելի հեղինակներից մեկը, որ միշտ խորհուրդ եմ տալիս ծնողներին կարդալ Գաբոր Մատե, այսպես շատ հետաքրքիր է բնորոշում երեխա եւ ծնող հարաբերությունները եւ հենց իր գրքի վերնագիրը այսպես է պահեք ձեր երեխաներին։ Եվ այնտեղ հենց դրա մասին է խոսվում, որ ցանկացած օրինակ վատ շրջապատ ընկնել, վատ այդ տեղահասության շրջանում, այսպես ասած անել բաներ, որոնք որ այդքան էլ ցանկալի չեն, շատ հաճախ հենց այդ կապն է։ Միշտ երեխային պետքա մի կողմնացույց ահողջ եւ ինքնավստահ մեծահասակ կարծես երբ այդ կողմնացույցը հա շեղվում է, երեխան արդեն սկսում է փնտրել այլոց։ Փնտրել ուրիշների մեջ այդ կապը, մյուսի մեջ փնտրել իր մամային, որից որ այդպես էլ այսպես այդ կապը եւ ջերմությունը լիարժեք չստացավ, մյուսի մեջ փնտրել մեկ այլ բան, բայց երեխաները միշտ վերադառնում են այն կապին, ցանկացած փոքրիկ բարակայում, հա, կարող են ծնողներն էլ այսպես ասած փորձարկել, երբ որ օրինակ երեխան ուզում է մուլտֆիլմ նայի, մի այնպիսի բան երբ որ առաջարկում ես, որ իրոք շատ հետաքրքիր է, թիմային ինչ որ ընտանիքով բան են կանելու, անգամ ինքը չի հիշում էկրանի մասին։ Որովհետև էկրանները օրինակ շատ հաճախ փոխարինում են կապին, որովհետև այնտեղ տեսանելի է, իրան լսում են, իրան հասկանում են, իր բոլոր կարիքները բավարարված է։ Ինքը կարիք չունի, որ ինչ-որ բան անի, որ իրան նայեն, եւ նրա ուղեղը շատ արագ ստանում այդ բավարարվածությունը, մոտիվացիան, այդ դոֆամինը, որը որ նրան այլևս հետաքրքիր չի լինում կյանքում կամ դպրոցում օրինակ լսել ուսուցչին, կենտրոնանալ դասերի վրա կապն է ամենակարևոր լուծումը, բայց այս կապը նույն այսպես շատ խորն է, հա, եւ թե հոգեվոր համատեքստում է,
թե հենց այն ամբողջ ինքնաճանաչման, այս ներկայում լինելու մի հատ ամենասենց պրակտիկ գործիքը, որ ես միշտ կիրառում եմ ցանկացած բանակայում, երբ որ մոտենում եմ երեխայիս, անհանգիստ է եւ այլն, միշտ ինձ ասում եմ, հանգիստ, դու ապահով ես, ամեն ինչ նորմալ է, դու կարաս բալիկիդ հանգստացնես, հենց դա է։ Այդ համաժամեցման, հա, երեխայի նյարդային համակարգը մինչև 5 տարեկան ամբողջովին մայրիկից է կախված, պատկերացրեք, ու երբ որ մենք մեզ հանգստացնում ենք, մենք ասում ենք, որ ամեն ինչ լավ է, մոտենում ենք, դու ապահով ես, բալ ես, մաման քո կողքին է, այսպես ինչ որ կախարդական ոնց որ շղաշ իջնի եւ այդ ամբողջ process-ը վերափոխվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Նույնպես շնորհակալ եմ, հույսով եմ մայրիկներին օգտակար կլինի այս Եվ ոչ զրույցը։ միայն մայրիկներին։ Այո։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին ծնողների եւ երեխաների հոգեբան Գայանե Մելքումյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։